ՄԱԿ-ի ներկայացուցիչներից մեկը ասել է, մենք երբևիցե այսպիսի վտանգավոր իրավիճակում չենք եղել 1945 թվականից հետո եւ մենք կարող ենք տեսնել միլիոնավոր փախստականներ։ Արդեն Իրանում 3.2 միլիոն փախստական կա, 3 միլիոնից գերազանցել է։ Լիբանանում 1 միլիոն փախստական, իսկ եթե սա շարունակվի եւ աշխարհում լինի տնտեսական ճգնաժամ, ինչպես օրինակ 1929 թվականի ճգնաժամը, մեծ դեպրեսիան Միացյալ Նահանգներում, որը տնտեսագետները ասում են հնարավոր է։ Դա նշանակում է, որ մենք կտեսնենք միլիոնավոր փախստականներ եւ տոտալ ճգնաժամ ամբողջ աշխարհում։ Եվ հետո, ուրեմն մի քանի օր հետո ռեգիոն են գալու Միացյալ Նահանգների ծովայինները։ Տրիպոլի եւ Բոքսեր երկու նավերով բերում են մոտ 5000 Marines ծովայիններ եւ եւս մեկ շատ վտանգավոր որոշում այդ ուժերով փորձել բացել նեղուցը եւ գրավել Խարկ այդ կղզին, որտեղ գտնվում են Իրանի հիմնական տերմինալները։ Դա նշանակում է, որ մենք ել ավելի բարձրանում ենք այդ էսկալացիայի աստիճաններով, սա գնում է դեպի շատ վատ ուղղություն, սպանվելու են ամերիկացի զինվորները, երևի Իրանում էլ զոհերը կաճեն դրանից հետո եւ ամերիկացիները իրենց դնելու են շատ խոցելի վիճակում, այսինքն նրանք եթե այդ կղզին գրավեն եւ այսինքն ինչ որ տարածք գրավեն Հորմուզի ափին, նրանց հեշտությամբ դրոններով եւ հրթիռներով հարվածելու են իրանցիները։ Սա Ամերիկան տանելու է դեպի նոր Իրաք, նոր Աֆղանիստան,